Մի շարք ծառայություններ առաջիկայում կտեղափոխվեն օնլայն տիրույթ, քաղաքացիների կյանքը կհեշտանա, կնվազի վարչարարության բեռը։ Ոլորտը համակարգող փոխնախարարը ամենաթարմ փոփոխությունները ներկայացրեց։ Առաջիկայում վարորդական պլաստիկ քարտերը կդառնան նաև թվային։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գործելու են նաև թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայագրեր։ Մենք սահմանել ենք ժամկետ օրենսդրական նախաձեռնությամբ, երբ որ արդեն խորհրդարանային կընդունի ամբողջությամբ, դա կմտնի ուժի մեջ եւ բոլոր այն մեր քաղաքացիները, ովքեր ունեն վարորդական վկայականներ, սեպտեմբերի 1-ից առնվազն այս պայծրությամբ նախագծով այդպես է նախատեսված, սեպտեմբերի 1-ից այդ ուրեմն վարորդական վկայականները, այսպես ասած, կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների։ Իսկ այդ քաղաքացիների թիվը քիչ չէ, մեր երկրում հաշվառված 913,000 տրանսպորտային միջոց կա, առկա վավեր վարորդական վկայականները գերազանցում են 850,000-ը։ Եթե պարեկը կարողանում է նույնականացնել վարորդին, վարորդական վկայականն իր մոտ չունենալու համար վարչական իրավախախտում չի կիրառվի։ Վարորդական վկայականները նոր ձեռք բերող քաղաքացիներին պետությունն ընտրության հնարավորություն է տալիս։ Առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում օրինակ ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, հիմնականում եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով, եւ այդ պարագայում տուրքը մի փոքր ավելին է եւ անձը ուրեմն հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական։ Պլաստիկ վարորդական վկայական ունեցողները թվայինը ձեռք բերելու համար տուրք չեն վճարի, ոչ էլ թղթաբանության մեջ կմտնեն, համակարգը ավտոմատ կանի այդ աշխատանքը։ Մեկ այլ նախաձեռնությամբ քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվում հավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում վարորդական վկայականի քննության մասնակցել։ Եթե անձը առաջին անգամ կտրվում է քննությունից, հավելյալ վճարի դիմաց կարող է 1 կամ 3 օր անց կրկին հանձնել։ Սա հնարավորության առաջարկ է, սա պարտադրանք չի կամ ինչ-որ խիստ կարգավորում չի։ Եթե մարդը իրեն ավելի վստահ է զգում եւ ասում է, գիտեք ինչ, նախորդ օրը ես տեխնիկական պատճառով չեմ կարողացել հաղթահարել այս բարիերը, բայց իրականում ունեմ բավարար գիտելիքների պաշարը տեսական քննության պարագայում կամ հմտությունների պաշարը գործնական քննության պարագայում, այո, ես կկարողանամ ավելի կարճ ժամկետում հաղթահարել։ Մենք հնարավորություն ստեղծում ենք անձի համար։ Այս կարգավորումը հերթեր չի գոյացնի, նշեց ներքին գործերի փոխնախարարը, գերատեսչությունը շուտով հերթագրման նոր համակարգ է ներկայացնելու։ Մեկ այլ նախագծով, որը նույնպես խորհրդարանում է, տրանսպորտային միջոցի հաշվառման ծառայություններն ու առողջարքը ևս կիրականացվի առցանց։ Պարզ մինչև 8-ից 10 գործողության շրջանակում անձը հնարավորություն կունենա օտարել իր տրանսպորտային միջոցը, լինի դա նվիրատվություն, լինի առողջարք, ամբողջությամբ օնլայն միջավայրում եւ եթե համադրվի արդեն նաեւ այս մեր ուրեմն հաշվառման վկայագրի եւ ուրեմն պետհամանիշի փոստային առաքման հետ հնարավորություն կստեղծվի, որպեսզի անձը իր տնից համակարգչի դիմաց նստած կարողանա ուրեմն օտարել իր տրանսպորտային միջոցը։ Միգրացիոն խնդիրները ևս շարունակում են մնալ նախարարության ուշադրության կենտրոնում, ոլորտի ռազմավարության ուղղությամբ աշխատում են։ Այստեղ արմատական ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունեցել, նշեց փոխնախարարը։ Որոշ ժամանակ առաջ մենք ունեինք հերթերի շատ լուրջ խնդիր անձնագրային ծառայությունների հետ կապված։ Այս պայծրությամբ անձնագրի մասով առնվազն մենք նման խնդիր չունենք եւ հերթագրման համակարգը այնպես է փոխվել, որ նշեցի նաեւ վարորդականի պարագայում ցանկանում ենք եւս կիրառել այդ օրինակը, որ անձը կարող է շատ դյուրությամբ ստանալ իր անձնագիրը։ Որոշակի խնդրահարույց իրավիճակ, այնուամենայնիվ կա նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված տեխնիկապես թարմացվում է ենթակառուցվածքը, որ կրկնակի արագությամբ աշխատի ու քաղաքացիները ID քարտերը ստանան եւ հայտարարագիրը սահմանված ժամկետում լրացնելու խնդիր չունենան։ Նոր կենսաչափական համակարգն ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի կեսերին։ Աշխարհում թերևս ամենաարդիական պահանջներն ենք մենք սահմանել եւ այդպիսի համակարգ ենք ունենալու արդեն հաջորդ տարվա կեսերին, 2026 թվականի կեսերին, իսկ սա էլ իր հերթին փոխկապակցված է վիզաների ազատականացման գործընթացի հետ Եվրոպական միության, Հայաստանի Եվրոպական միության հետ։ Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, 8315-ն արդեն ստացել են։ Ղազարյանի դիտարկմամբ վերջին շրջանում քաղաքացիության համար դիմողների ակտիվացում է նկատվում։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։